Բարի օր հարգելի հետևորդներ, եթերում ABC լուրերն է, ես Գառնի Մութաֆյանն եմ, կարևորը նախ համառոտ։ Հակակոռուպցիոն կոմիտեն հայտարարել է ընտրակաշարք տալու ստանալու հերթական դեպքերի մասին։ Ով է խոսել Պուտինի հետ հանդիպման մասին, Փաշինյանը հերքում է իր խոսքը։ Ընտրական օրենսգրքի փոփոխությունից պատգամավորների երթման նոր տեքստ, իշխանության նախաձեռնությունները բուռն քննադատության և քաղաքական գնահատականների առիթ են դարձել, ինչ է փոխվում և ինչու հենց հիմա։ Ողբերգական միջադեպեր Լոռիում և Ջերմուկում երեխաներ են մահացել։ Ռուսաստանը փակում է վառելիքի ծորակը, Պուտինը ազդարարել է վառելիքի դեֆիցիտի մասին։ Ընտրության արդյունքի վիճարկման հարցի քննության արդեն 5-րդ օրն է։ Այսօր Սահմանադրական դատարանը ուսումնասիրելու է գաղտնի փաստաթղթեր։ Այդ պատճառով էլ այսօրվա նիստը դռնփակ է լինելու։ Արման Դիլանյանը հայտարարել է, որ խիտ լարված ռեժիմով աշխատում են, որ հուլիսի 4-ին որոշումը հրապարակեն։ Միայն այդ գաղտնի փաստաթղթերն ենք ուսումնասիրելու, մենք այդ գաղտնի փաստաթղթերը ուսումնասիրելու համար մի փուլ է, մի հատված է դատավարության փակ դռների ետևում է լինելու, միայն դատավարության մասնակիցներն են մասնակցելու և դատավորները վերջ։ Զուգահեռ հակակոռուպցիոն կոմիտեն հայտարարել է, թե Ուժեղ Հայաստան կուսակցության անունից հանդես եկող անձինք ազգային ժողովի ընտրությանն իրենց կուսակցության օգտին քվեարկելու և համակիրներ հավաքագրելու պայմանով Արարատի մարզի Մասիս համայնքի Արբադ բնակավայրի մի քանի ընտրողների տվել են ընտրակաշարք և նյութապես շահագրգռել կուսակցության ղեկավարի տան մոտ անցկացվող հավաքին մասնակցելուն։ Նախաձեռնվել է քրեական վարույթ, ձերբակալել են մի քանի անձանց։ Ավետիք Չալաբյանի կալանավորման մասին խոսել են Բելգիայի Դաշնային խորհրդարանում պատգամավոր Էլեն Սամինը, Բելգիայի արտաքին գործերի նախարարին ուղղված բանավոր հարցով անդրադարձել է հայաքվե ազգային քաղաքացիական միավորման համակարգող Չալաբյանի կալանավորմանը և Հայաստանում ժողովրդավարության ու իրավունքի գերակայության վիճակին։ Պատգամավորը հիշեցրել է, որ Ավետիք Չալաբյանի նախորդ քրեական հետապնդումն արդեն իսկ միջազգային մտահոգությունների առիթ էր դարձել։ Արդեն հայտնի է, թե ովքեր են քաղաքացիական պայմանագրի ազգային ժողովի փոխնախագահների թեկնածուները։ Այս պաշտոնի համար կառաջադրվեն ազգային ժողովի նախագահի ընտրությանը չհաջողած Հայկ Կոնջորյանը և ՔՊ փոխնախագահ Վահագն Ալեքսանյանը։ Մշտապես հանդես եմ գալիս շատ պակեշ եւ առանց ջատագովներից եք, պարոն Ալեքսանյան, դուք եք քացով հարվածում Վահե Հակոբյանին, դուք Պարոն Կիրակոսյան, քացով հարվածը խոսույթի մաս չի կազմում։ Դուք չէիք վերբալ մարմնավաճառներ արտահայտությունը ձերը չէ։ Դուք չեք այդ վերբալ մարմնավաճառներ արտահայտությունը իմ կարծիքով շատ գրական եւ շատ տիպիկ բնութագրող արտահայտություն է կոնկրետ տեսակի մարդկանց համար։ Խորհրդարանի երկու փոխխոսնակների պաշտոններին հավակնում էին նաև եվրոպական ինտեգրման պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովների նախագահներ Արման Եղոյանն ու Արուսյակ Ջուլհակյանը և պատգամավոր Ալխազ Ղազարյանը։ Արտահերտ նիստից առաջ խորհրդարանի օրակարգն արդեն դարձել է քաղաքական պայքարի հերթական հարթակը։ Իշխանությունը խոսում է օրենսդրական կարգավորումների կատարելագործման մասին, մինչդեռ ընդդիմությունը պնդում է, քննարկվող նախաձեռնությունները պարզապես տեխնիկական փոփոխություններ չեն և կարող են ազդել քաղաքական գործընթացների կանոնների վրա։ Ինչ հարցեր են հայտնվել քննարկման կենտրոնում, Անի Աբաղյանն է պարզել։ Օգոստոսի 2-ից իշխող ուժն այլևս չի ունենալու սահմանադրական մեծամասնություն, սակայն մինչ այդ կառավարության նախաձեռնությամբ հուլիսի 2-ին ազգային ժողովի արտահերտ նիստ է հրավիրվում, օրակարգում 43 հարց։ Դրանց թվում են ոչ միայն տնտեսական, այլև պետության հիմնարար ինստիտուտներին վերաբերող սահմանադրական օրենքների փոփոխություններ։ Քննարկվելու են օրինակ ընտրական օրենսգրքի, հանրաքվեի մասին օրենքի, ազգային ժողովի կանոնակարգի երկու առանձին նախագծեր, որոնցից մեկը վերաբերում է նաև ինքնավար մարմինների անդամների ընտրությանը մինչև պաշտոնի թափուր դառնալը։
ԿՊԱ-ական 4 պատգամավոր նախագիծ են ներկայացրել Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգիր սահմանադրական օրենքում լրացումներ կատարելու մասին։ Ըստ այդ նախագծի, Հանրապետությունից մոտ 160 օր բացակայելու դեպքում Հայաստանի քաղաքացին զրկվում է ընտրելու իրավունքից։ Մանրամասնում է Հայաստան խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը։ Դա հայտարարություն է, դա մարդու հիմնարար ազատությունների սահմանափակում։ Ինչ հիմքով, ինչու։ Պատկերացրեք, ես 5 տարի ապրում եմ Հայաստանում, աշխատում եմ, համալսարանում դարս եմ տալիս, հանկարծ ընտրություններից առաջ 160 օրով գնում եմ ինչ-որ մի համալսարան, ենթադրենք Օքսֆորդի համալսարան, հետազոտություն անելու։ Եվ ընտրություններից մի շաբաթ առաջ գալիս եմ Հայաստան։ Ինչ տրամաբանությամբ են իրանք զրկում ինձ քվեարկելու իրավունքից։ Սա հարված է ժողովրդավարությանը, նշում է Ուժեղ Հայաստան կուսակցությունների դաշինքի պատգամավորի թեկնածու Գոհար Մելոյանը։ Նրա խոսքով նախագծի օրակարգ բերելու առաջնահերթությունն իշխող ուժը զգացել է ընտրությունից հետո միայն։ Հայաստանից դուրս արտագնա աշխատանքի մեկնողների թիվը մեծ է։ Բացի այդ, Հայաստանը մեծ սփյուռք ունի։ Այդքան մարդու ընտրելու իրավունքից զրկելը ճիշտ չէ, կարծում է Մելոյանը։ Փորձում են սահմանափակումներ դնել Հայաստանի Հանրապետության այն քաղաքացիների համար, ովքեր օրինակ վերջին 6 ամսից ավելի երկար ժամանակահատված Հայաստանի Հանրապետությունում չեն բնակվել։ Մեր բնույթի, պետության եւ ազգի համար դա ծայրաստիճան ուղիղ միջամտություն է քաղաքացու կամքին, որովհետեւ մենք մեծ սփյուռք ունենք, մենք գիտենք, որ շատ քաղաքացիներ ունենք, որ պարբերաբար արտագնա աշխատանք են մեկնում, կրթության հիմքով են բացակամ, չնայած որ իրենք լրամշակեցին այդ նախագիծը, այնուամենայնիվ բացահայտ է, որ փորձում են նեղացնել ընտրողների շրջանակը, որովհետև իրենք առնվազն իրական պատկերը տեսել են, քաղաքացիները կամ արտահայտությանն էլ ականատես եղան։ Տարընթերցման հնարավորություն են տալիս ՔՊ-ի առաջարկած ազգային ժողովի կանոնակարգի 2 առանձին նախագծեր, որոնցից մեկը վերաբերում է նաև ինքնավար մարմինների անդամների ընտրությանը մինչև պաշտոնի թափուր դառնալը։ Իշխանության նախաձեռնությունը ընդդիմությունը քաղաքական համատեքստում է դիտարկում, պնդելով, որ սահմանադրական օրենքների փոփոխությունները նման ժամանակահատվածում պատահական չեն։ Մինչդեռ իշխանության ներկայացրած հիմնավորումներում խոսվում է պետական մարմինների աշխատանքի անընդհատության եւ իրավական կարգավորումների կատարելագործման մասին։ Ես կարծում եմ, որ դա է նպատակը, որ իրենք ափալ-թափալ 8-րդ գումարման ազգային ժողովի վերջի օրերին փորձում են ապահովել իրենց համար ցանկալի արդյունքը, քանի որ 9-րդ գումարման ազգային ժողովում իրենց դիրքերը շատ ավելի թույլ են լինելու, քան թե 8-րդ գումարման խորհրդարանը։ Հուլիսի 2-ի արտահերթ նիստի օրակարգում ներառված է նաև պատգամավորների երթման տեքստը փոխելու հարցը։ Նոր տեքստում պատգամավորները չեն երթվելու համազգային նպատակները իրականացնելու համար։ Սա ինձ հիշեցնում է թուրքական քաղաքականությունը դեռևս 91 թվականից, դեռևս մինչև Հայաստանի անկախությունը 90-ականների կեսվերջերից, որ ասում էին հայաստանցի հայերը լավ են, իրանք պատրաստ են մեր հետ աշխատել, համագործակցել, իսկ սփյուռքի հայերը վատն են։ Մոռացեք, հիմնականում դաշնակցականն էին։ Եվ այս հայաստանցի հայեր, սփյուռքի հայեր տարանջատում էր թուրքական քաղաքականությունը, այսօր իրականացնում է Նիկոլ Փաշինյանը։ Թե ընտրական օրենսգրքում առաջարկվող փոփոխություններում, թե պատգամավորների երթման տեքստի փոփոխությունում եւ մի շարք այլ նախագծերում կարմիր թելի պես ձգվում է Փաշինյանի միայն Հայաստանում ապրողների վարչապետը լինելու թեզը, նշում է պատգամավորը։ 43 հարցից բաղկացած օրակարգում հենց սահմանադրական օրենքների փոփոխություններն են արդեն դարձել քաղաքական քննարկումների հիմնական թեման։ Իսկ վերջնական որոշումը, թե այդ նախաձեռնություններից որոնք կդառնան օրենք, կընդունվի հուլիսի 2-ին ազգային ժողովի արտահերթ նիստում։ Անի Աբաղյան, Տարոն Ղանդիլյան, Նոնա Գևորգյան, ABC Media։ Փաշինյանը չի հանդիպելու Պուտինի հետ նախընտրական շրջանի իր հայտարարությունները Փաշինյանը վիճարկում է անձամբ ինքը։ Պնդում է, թե չի ասել, որ առաջիկայում Ռուսաստանի Դաշնության նախագահի հետ հանդիպում է նախատեսվում։ Նրա խոսքով հանդիպում նախատեսված չի եղել եւ երկրների ղեկավարների հանդիպման համար կարճ ժամանակ ասվածը մի շաբաթ կամ 1 օրը չէ։ Առաջիկայում կլինեն շփումներ, չի եղել նշանակված։ Ձեր հայտարարությամբ պետք է ընտրություններից մոտ 1 շաբաթ հետո լիներ, ասել էիք հունիսի 2-րդ կեսին։ Չէ, դա ուրիշ թեմայի մասին է եղել եւ դա
Համենայն դեպս առաջիկայում կլինի համոզված եմ հանդիպում։ Օգոստոսին կայանալիք ԵԱՏՄ նիստի շրջանակներում Այնտեղ միջկառավարական խորհրդի նիստ է եւ վարչապետերն են մասնակցում, նախագահներ չեն մասնակցում։ կքննարկեք վարչապետի հետ այս պատժամիջոցների հարցը։ Պատժամիջոց բառը ճիշտ չի, պատժամիջոց չկա եւ չի կարող լինել, այլ թեմա կա, բնականաբար կքննարկենք։ Մոսկվայում եւս խոսում են Հայաստանի եւ հայ-ռուսական հարաբերությունների մասին։ Ռուսաստանի փոխարտգործնախարար Միխայել Գալուզինը քիչ հավանական է համարում, որ Հայաստանը կկարողանա իր արտադրանքի համար Եվրոպայում գտնել այլընտրանքային շուկաներ Ռուսաստանից եւ ԵԱՏՄ-ից բացի։ Միխայել Գալուզինի խոսքով Բրյուսելում հայկական ապրանքների համար մշակվող ինքնավար առևտրային միջոցառումները ամբողջովին քաղաքականացված են եւ եւս մեկ անգամ հաստատում են Եվրամիության հակառուսական բնույթը։ Ինչ վերաբերում է Հայաստանի կողմից իր արտադրանքի իրացման համար այլընտրանքային շուկաներ գտնելու հնարավորությանը, որոնք ներկայում Ռուսաստան են հասնում մի քանի տասնյակ տոկոս ծավալներով մոտենալով 100%-ի, ես դժվար եմ պատկերացնում, թե ինչպես կարելի է դա իրականացնել։ Ողբերգական դեպք է տեղի ունեցել Վայոց ձորի մարզում Ջերմուկի Օլիմպիա առողջարանում գտել են երեխայի մարմին։ Ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը հայտնել է, որ մահացածը Կոտայքի մարզի բնակիչ 14-ամյա աղջիկ է։ Նույն օրը առողջարանի համարներից մեկի սենյակի մուտքի մոտ աղջկա ինքնազգացողությունը կտրուկ վատացել է եւ հարազատների ներկայությամբ հանկարծամահ է եղել։ Մեկ այլ դեպք էլ տեղի է ունեցել Լոռու մարզում։ Ժամը 9-ին հայրը սպիտակ բժշկական կենտրոն է տեղափոխել իր 8-ամյա որդուն։ Բժիշկներին հայտնել է, որ երեխան գիշերը ջերմել է։ Պարզվել է, որ երեխան մահացել է իրենց տանից սպիտակ բժշկական կենտրոն տեղափոխելու ճանապարհին։ Արտաքին զննությամբ դիակի վրա բռնության հետքեր չեն գտել։ Ռուսաստանի վառելիքային խնդիրներն արդեն դուրս են գալիս երկրի սահմաններից եւ կարող են ազդեցություն ունենալ նաեւ տարածաշրջանի վրա։ Մոսկվան քննարկում է աննախադեպ սահմանափակումներ, որոնք եթե ուժի մեջ մտնեն, կփոխեն վառելիքի մատակարարման ներկա շղթաները։ Ինչ է տեղի ունենում ռուսական շուկայում եւ ինչ ռիսկեր կարող են առաջանալ Հայաստանի համար, Սեդակ Յուրեղյանի ռեպորտաժում։ Ռուսաստանը հնարավոր է լիակատար արգելք դնի երկրում արտադրվող ամբողջ վառելիքի արտահանման վրա։ Կառավարության եւ էներգետիկ ընկերությունների ղեկավարների հետ Վլադիմիր Պուտինը առաջին անգամ պաշտոնապես խոսել է երկրում վառելիքի լուրջ դեֆիցիտի մասին։ Այս պահին նավթավերամշակող գործարանները առավելագույն ներուժով են աշխատում։ Ներքին շուկա արդեն մուտք է գործել նախապես կուտակված վառելիքի պահուստային խմբաքանակը, պետք է գործենք պատասխանատու եւ կոկիկ։ Ռուսաստանից արտահանման լիակատար արգելքի տակ են բենզինը եւ ավիակերոսինը։ Պուտինը հայտարարել է, քննարկում են դիզվառելիքի արտահանման լիակատար արգելքի հարցը։ Փոխվարչապետ Նովակն էլ հունիսի 28-ին վառելիքի ներմուծման անհրաժեշտության մասին է հայտարարել։ Վառելիքի ներմուծման հնարավորությունը դիտարկվում է որպես ռուսական վառելիքի շուկայում կայունություն ապահովելու միջոցներից մեկը։ Ներկայումս իրականացվում են երկու հիմնական միջոցառում, որոնց համար արդեն ստեղծվել են արտոնյալ հարկային պայմաններ։ Ուկրաինական հարվածների հետևանքով է Ռուսաստանում այս վիճակը ստեղծվել։ Կուրգանի մարզում օրինակ մեկ մեքենային 40 լիտր բենզին եւ 80 լիտր դիզվառելիք կարող են վաճառել։ Պենզայի, Օմսկի, Տյումենի, Նովոսիբիրսկի, Կուրսկի, Բելգորոդի եւ Բրյանսկի մարզերում եւս խիստ սահմանափակումներ են։ Ղրիմում բենզինի վաճառքը ընդհանրապես դադարեցվել է։ Ղրիմից կարող ենք գնալ Ռուսաստանի մայրցամաքային հատված, որովհետև այնտեղից թույլատրվում է 100 լիտր բենզին բերել, բայց գնային առումով մենք ենք տուժում։ Եվ վերջո պետք է հասնել այնտեղ ու հետ գալ։ Կամ ուղղակի պիտի մեքենա թողես ու հասարակական տրանսպորտով շրջես։ Բաքս դատարկ է։ Իմ մեքենան գազով չէ, միայն բենզինով է աշխատում։ Չկա բենզին, չկա աշխատանք։ Կնստեմ տանը։ Ռուսաստանը 2023-ին է առաջին անգամ բախվել վառելիքի դեֆիցիտի խնդրին։ 2023-ին ու 24-ին արտահանման մասնակի սահմանափակումներ է դրել։ 25-ի հոկտեմբերին էլ դիզելի ու ծովային նավթամթերքի վրա է արգելք դրել, որ կավարտվի այս տարվա հուլիսին։ Այս ընթացքում ԵԱՏՄ անդամ երկրները, այդ թվում Հայաստանը, արտոնյալ կարգավիճակ ունեին, բայց վերջին հայտարարություններում ԵԱՏՄ-ի բացառության մասին այլևս չի նշվում։
Ռուսական բենզինը, որը քվոտավորված է, իսկ մենք միշտ գիտենք, որ այնտեղ մենք մեր ունենք, ինքը նաև համեմատաբար էժան է միջին եվրոպական գներից։ Հետևաբար ես չեմ կարծում, որ Հայաստան բենզինի դեֆիցիտ կլինի, բայց որ բենզինի գնի թանկացում կլինի, դա միանշանակ։ Պետք չէ բացառել նաև վատագույն սցենարը, ասում է փորձագետը։ Եթե Ռուսաստանի գործերը ավելի վատանան, ԵԱՏՄ արտոնությամբ քվոտա ունեցող երկրներ վառելիքի արտահանումը եւս կարող է դադարեցվել։ Այդ դեպքում Հայաստանը կբախվի լուրջ խնդրի։ 2025-ին վառելիքի 61%-ը մեր երկիր Ռուսաստանից է եկել։ Վիճակագրությամբ Ռուսաստանին հաջորդող երկրից Իրանից հայկական շուկան ներմուծվել է նավթամթերքի ընդամենը 6%-ը։ Բացառված չէ, որ նաև դեպի Հայաստան եկող նույնիսկ այդ քվոտավորված բենզին ու դիզել վառելիքը լիովին կտրվի եւ սա իսկապես կբերի խնդիրներ Հայաստանի համար։ Սա կարող է որոշակի մեծացնել Ադրբեջանից ներմուծումների քանակը, ասում է փորձագետը։ Ադրբեջանական շուկան սակայն չի կարող լրացնել Հայաստանում դեֆիցիտի բացը։ Ադրբեջանն ինքը ունի վառելիքի խնդիրներ։ Չնայած մեծ քանակությամբ դիզվառելիք է արտադրում, բայց օրինակ պրեմիում բենզինն ինքն է ներկրում Ռուսաստանից եւ Միացյալ Էմիրություններից։ Սեդա Գյուրեղյան, Էդիկ Մալաքյան, Նոնա Գևորգյան, ABC Media։ Իսրայելի պաշտպանության նախարար Իսրայել Կացը հայտարարել է, որ Թել Ավիվը կարող է վերսկսել պատերազմն Իրանի հետ արդեն վաղը։ Նրա խոսքով ռազմական գործողությունների վերսկսումը հնարավոր է երկու սցենարով։ Առաջինը, եթե ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Թեհրանի հետ բանակցությունները համարի անարդյունք եւ սպառված, երկրորդը, եթե Իրանը հրթիռային հարված հասցնի Իսրայելին։ Իրանական պատվիրակությունը կայցելի Քաթար, բայց չի հանդիպի ԱՄՆ ներկայացուցիչների հետ։ Իրանի ԱԳՆ խոսնակ Էսմայիլ Բաղայիի խոսքով իրանական եւ ամերիկյան պատվիրակությունների միաժամանակյա այցը Դոհա զուգադիպություն է եւ որևէ հանդիպում նախատեսված չէ։ Նա նշել է, որ երկու երկրների միջև ստորագրված հուշագրի 10-րդ կետի համաձայն, որը վերաբերում է իրանական նավթի արտահանմանը, ամերիկյան կողմը տրամադրել է անհրաժեշտ թույլտվությունները։ Ընթացքի մեջ է նաեւ իրանական ակտիվների նկատմամբ արգելանքի վերացումը։ Այս ժամի համար նախատեսել էինք այսքանը, շարունակեք հետևել մեզ սոցիալական բոլոր հարթակներում, ABC լուրերը եթերում կլինի ժամը 15-ին, կհանդիպենք առայժմ։